նախորդին կամ այսօր եղել են ինչ-ինչ պարզաբանումներ քննչական կոմիտեից կամ գոնե առաջընթաց այս գործով։ Տեսեք, այսօր տեղի ունենալու շատ առանցքային քննչական գործողություն, մասնավորապես տեղի ունենալու մեղադրյալի լրացուցիչ հարցաքննություն։ Այս լրացուցիչ հարցաքննությունը ըստ էության առաջին հարցաքննությունն է, ինչու, որովհետև այսօր խոշտանգման վարչության քննիչներն են հարցաքննելու մեղադրյալի, միջև այս հարցաքննելն Լոռու մարզային վարչության քննիչները։ Այսօր խոշտանգման վարչության քննիչը, այսինքն վարույթն իրականացնող քննիչը հարցաքննելու է Տիգրան Ուլուբաբյանին եւ միջև հիմա եթե քննչական կոմիտեն անձանց չձերբակալելը պայմանավորում է անձանց իդենտիֆիկացված չլինելու հիմքով, այսօր Տիգրան Ուլուբաբյանը հստակ նշելու է, մատնանշելու է երկու ոստիկանների, խոսքը վերաբերում է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի եւ Գոր ազգանունը Խարատյան, ազգանունով ոստիկան, այսինքն ինքը այսօր լրացուցիչ հարցաքննության ընթացքում տվյալ անձանց մատնանշելու է որպես քրեական օրենսգրքով արգելված արարք կատարողների, ինչը ինքնին ձերբակալման հիմք է։ Հաշվի առնելով նաև ձերբակալման առիթի գոյությունը, մասնավորապես քրեական օրենսգրքով արգելված արարքի առերևույթ գոյությունը, արդեն նաև ձերբակալման հիմքի գոյությունը, այսինքն տվյալ անձի մատնանշել որպես քրեական օրենսգրքով արգելված արարք կատարողների, նաև բերել է իր շորերն է ցուցադրելու, այսինքն արգրավելու է նաև հակին եղած շորերը, որի վրա ակնհայտ արկա են բռնության հետքեր, հաշվի առնելով նաև տեղ գտած մնացած տեղեկությունները ավելի քան համոզված ենք, որ իրավական առումով այսօր առաջացել են ոստիկաններին, առնվազն երկու ոստիկանին ձերբակալելու հիմքեր։ Կանի քննչական կոմիտեն թե չէ, կարծում եմ բոլորիս համար պարզ է, որ քննչական կոմիտեն խոշտանգման վարույթներով դրսևորում է շատ խտրական քրեական դատավարություն, ուստի վստահ եմ, որ ոչ մի բան չի փոխվելու, ասեմ ավելին, քննչական կոմիտեն չպիտի սպասեր, որ այսօր Տիգրանը իդենտիֆիկացնի այդ երկու ոստիկաններին։ Այսօրվա դրությամբ առնվազն մենք պետք է ունենայինք թվով 6 ոստիկանների իդենտիֆիկացված տվյալները, պաշտոններ, կոչումներ, անուն, ազգանուններ, բայց մենք ոչինչ չունենք որևէ մի արգրավված փաստաթուղթ, չունենք իդենտիֆիկացված ոստիկաններ, չունենք հարցաքննված ոստիկաններ, չունենք հարցաքննված վկաներ, չունենք դատաբժշկական փորձաքննության նշանակված է, արդյունքը չկա, նշանակված չի, առավել կարևոր է նշանակել ոչ թե Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, առավել կարևոր է նշանակել ոչ թե Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, այլ պարզել այդ ոստիկանների տվյալները եւ նշանակել ոստիկանների նկատմամբ, որովհետեւ ոստիկանների ձեռքերի վրա այդ հետքերը շատ շուտ վերացող հետքեր են եւ այս 5-6 օրվա ընթացքում 7 օր է անցել դեռ վարույթով մենք չունենք նշանակ պարզված անձանց տվյալներ։ Ես դրան զուգահեռել օգտվելով նաեւ այս ձևաչափով եթեր ունենալու հնարավորությունից ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ 3 եւ այսօր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը սկսել է շատ լուրջ եւ շատ ակտիվ աշխատանք անձամբ իմ դեմ, երևի թե արանքից հանելու նպատակով տարբեր մարդկանց կանչում, հորդորում են հաղորդում տան այս կամ այն փաստաբանական ծառայությունների մատուցման շրջանակներում նրանց հետ կնքված քաղաքացի իրավական գործարքների, հարկեր վճարելու կամ չվճարելու հետ կապված, այսինքն մի կողմից աշխատում են իմ վրա իմ դեմ հաղորդում ներկայացնեն, ինչ որ մի աշխատանք կատարեն, շատ օպերատիվ են աշխատում։ Պատկի ասեք, այն տիպի են օպերատիվ աշխատում, որ հիշում են անգամ այն անձանց տվյալները, որոնց անձամբ ես եմ մոռացել։ Այդպիսի տվյալներ կարողանում են ձեռք բերել, բայց օպերատիվ տվյալներով բարձել ովքեր են եղել են ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն են գործադրել, մինչև հիմա 7 օր անցել դեռ չեն կարողանում։ Պարոն Երիցյան, ի դեպ նշեցիք, որ ուշադրության կենտրոնում թիրախում հայտնվել եք նաև դուք, հայտնվել է նաև Տիգրան Ուլուբաբյանը, որովհետև իշխանամերձ տարբեր բլոգերներ տարածում են ինչ-որ ինֆորմացիաներ, որ օրինակ Տիգրան Ուլուբաբյանը Արցախում նույնիսկ ինչ-ինչ հոդվածներով, այո, մեղադրվել է, այնինչ նշում են հանցակազմ չպարունակող ինչ-որ հոդվածներ։ Խոսքը վերաբերում է քրեական օրենսգրքի 117 եւ 118 հոդվածներին, ես շատ մեծ ցավ եմ ապրում, որ այդ ինֆորմացիան տարածողները չեն տիրապետում անգամ 117 եւ 118 հոդվածներով ԼՂ քրեական օրենսգիրքը ինչ էր նախատեսում, այսինքն ինչ է նշված ԼՂ քրեական օրենսգրքի 117 եւ 118 հոդվածներով։ Ուրեմն պարզաբանեմ, հենց շատ լավ է, որ Տիգրան Ուլուբաբյանը գտնում է իմ մոտ եւ ի պաշտոն է հայտարարեմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ստացված տվյալների հիման վրա, ժամանակին ստացված տվյալների հիման վրա, Տիգրան Ուլուբաբյանը որևէ հոդվածով քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հոդվածով դատվածություն չունի, այսինքն մարդը երբևէ նախկինում կրիմինալ անցյալ չի ունեցել։ Այդ կրիմինալ անցյալը, որ արհեստականորեն վերագրում են իրեն, իրականում գոյություն չունեցող եւ այսպես ասած fake news է, որ տարածում է իշխանական լրատվամիջոցների կողմից, նպատակը ցույց տալ, որ իբրև Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանները ինչ որ բան եղել է, որ կանչել են։ Այս ամեն ինչի պատասխանը շատ կարճ է եւ շատ տրամաբանական է, թե ինչ որ բան լիներ, Տիգրան Ուլուբաբյանը հիմա ազատության մեջ չէր լինի։ Իսկ 117 եւ 118 հոդվածները վերաբերում են ընդհանրապես ծեծին, իսկ 10-12 տարեկանում բոլորս էլ այդ ամեն ինչի միջով անցել ենք եւ բոլոր տղաներն էլ իսկ հասկանան, մեր լրագրողներիցներ բոլորը կհասկանան, թեկուզ աղջիկները կհասկանան, որ 16-17 տարեկանում բոլորն էլ մեկ անգամ ոստիկանությունում անցել են ծեծի դրվագով։ Այնուամենայնիվ այդ մասով անգամ ինքը դատվածություն չունի, այսինքն կրիմինալ անցյալ Տիգրան Ուլուբաբյանը չունի, որ նայում եք Տիգրան Ուլուբաբյանի միթե
եզրակացություն եք անում կամ եզրահանգում եք, որ ինքը ունակ է որևէ հանցագործություն կատարել։ Պարոն Երիցյան, Ասեմ նաև ավարտեմ տուժողը գործով, ավազակության գործով տուժողը Տիգրան Ուլբաբյանը այն վերջի մարդն է, ում կասկածում է տվյալ հանցագործության մեջ։ Պարոն Երիցյան, դուք նշեցիք, որ փորձում են աղավաղել Տիգրան Ուլուբաբյանի կերպարը։ Միայն դրա համար է արվում, թե հերթական անջրպետը ջրբաժանը դնել արցախցի, հայաստանցի այս խոզույթների միջև։ Ընդհանրապես խոշտանգումը երևի թե միակ հանցագործություններից միակն է, երբ որ խոշտանգողները, այսինքն պաշտոնատար անձինք, հիմնականում ոստիկաններն ու բարեկային ծառայողները չեն կաշկանդվում տուժողի արցախցի կամ Հայաստանի քաղաքացի լինելու հանգամանքով։ Այսինքն իրանց համար էական չէ, իրանց համար ավելի էական է տուժողի անօգնական վիճակում գտնվելը եւ հատկապես հաշվի առնելով այն հանգամանք, որ արցախցիները ավելի խոցելի վիճակում են, այսինքն գտնվում են ավելի անօգնական վիճակում։ Դրա տրամաբանական հետևանքն այն է, որ արցախցիները ավելի շատ են դառնում խոշտանգման զոհ։ 23 թվականից մինչև հիմա ես այստեղ փաստաբանական գործունեություն եմ իրականացնում միջի այդ Արցախում, այս 2 տարվա ընթացքում ունեցել եմ միայն ես զբաղվել եմ 35 խոշտանգման դեպքով եւ 35-ից 30-ի զոհը եղել են արցախցիներ։ Պարոն Երիցյան, դուք նշում եք միայն խոշտանգմանը, բայց այստեղ նաեւ ինչպես Տիգրանն է պատմել, ոստիկանները ստիպել են նրան իր վրա վերցնել այդ գողության դեպքը։ Սա փաստացի նաեւ հիմք է քննություն սկսելու ոստիկան, այսինքն դրանք հանցագործության մեջ են ներգրավել։ Ոչ միայն այդ հանցագործության հատկանիշները Տիգրանը խոշտանգման դեպքում կան հետքերը, այս դեպքում արդեն Տիգրանին ինչպես հավատան։ Ասեմ, ես բարձաբան եմ, նախ ոստիկանությունը պետք է պաշտոնապես բարձաբանի, ինչի իման վրա է 7 ժամ Տիգրան Ուլբաբյանը գտնվել ոստիկանություն։ Առնվազն տեսագրություններով, ես դրա համար եմ ասում, տեսագրության էլեկտրոնային կրիչները պետք է արգրավեն։ Այսինքն առնվազն մուտքով եւ ելքով ֆիքսում է, որ 7 ժամանան մեջ Տիգրան Ուլբաբյանը գտնվել է ոստիկանություն։ Հիմա ոստիկանությունը թող բարձաբանի 7 ժամ Տիգրան Ուլբաբյանի հետ ինչ էին անում։ Մեկ, երկրորդը, եթե ինքը կասկածող է եղել նշված հանրարարքով, ապա ինչու այդ վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմել կամ մարդուց բացատրություն չի վերցվել գրավոր եղանակով։ Այսինքն դատավարական ընթացակարգը պետք է պարզենք դեռևս պահպանվել է, չի պահպանվել, եթե օպերատիվ հետախուզական որևէ միջոցառում է ձեռնարկվել իր նկատմամբ, այդ վերաբերյալ եւս արձանագրություն պետք է կազմված լինի։ Դրանով իսկ արդեն ապացուցում է այն, որ Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանություն պահել են արցախցի լեզվով ասած Հավայի, հենց նստեղը պահել են իրան ոստիկանությունում։ Դա խոսում է նաև ոչ միայն իր վրա վերցնելու, այսինքն լիազորությունները անցնելու ոստիկանության աշխատողների լիազորությունները անցնելու անցակազմի գոյության մասին։ Դա խոսում է նաև ազատությունից ապօրինի զրկելու մասին, խոշտանգման մասին եւ այլ հանցանքների մասին, որոնք բնորոշ են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին եւ որոնք բոլորը անպատժելիության հետևանք են։ Ես մի քանի հարց ունեմ, նախ խտրականության հետ կապված Տիգրանի հետ զրույցում Տիգրանին ինձ փոխանցեց, որ պետը Լոռու մարզային վարչության պետը ասել է Ղարաբաղցիները լրված եք, չեք ուզում աշխատեք։ Դուք այդ մասով Տիգրանի հետ ունեցել եք խոսակցություն, կարող եք առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ հանգամանքներ ունեն դա եղել։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կրկնում եմ, ես չեմ ցանկանում առանձնացնել եւ ասել, որ Տիգրանի զոհ լինելը պայմանավորված է զուտ իր արցախցի լինելու հանգամանքով։ Ավելի շատ, ինչպես նշեցի, դա պայմանավորված է իր անօգնական վիճակում գտնվելու հանգամանքով, ինչը կապված է նաեւ իր արցախցի լինելու հանգամանքի հետ։ Հասկացա։ Խտրականության մասով նշեմ, սա առաջի դեպք չէ։ Ես ունեմ վստահորդ, 3 նշել եմ, Պարույր ազգանունը ներողություն չեմ հիշում, երբ որ բարեկային ծառայողները նրանք կանգնեցին եւ ասա արցախցիները ձեզ հյուրի նման պահեք։ Այսինքն տեսեք, այդ խոսույթը կամ այդ հայտարարությունը ուղղում է ոչ թե կոնկրետ անձին կոնկրետ դրվագով, այլ ընդհանուր, այսինքն արցախցիները չեք աշխատում, ղարաբաղցիները սենց չեք անում, ղարաբաղցիները այն չեք անում։ Այսինքն արդեն իսկ պաշտոնատար անձանց կողմից դրսևորում է խտրական վերաբերմունք այս կամ այն անձի նկատմամբ։ Բայց Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման զոհ հանդիսանալը պայմանավորված է, կրկնում եմ, իր անօգնական վիճակով, իսկ անօգնական վիճակն էլ որոշ տեղ նաև արցախցի լինելու հանգամանքով։